մեր տիրոջը, քուրի եղբայրներ ջան։ Ես բարևներ եմ բերել Անապա քաղաքից, մեր քուրի եղբայրներից։ Տեր օշնի նստել, ժողովուրդ ջան։ Ինչքան լավ է, որ Աստծո ժողովուրդը հավաքվել է այսօր եւ եկեղեցին այսօր ամենաբարձրը եկեղեցու մեջ այդ տիրոջ խոսքն է, Հիսուսի խոսքն է։ Եվ ուրիշ բարձր եւ կարևոր բան մեր կյանքում չկա, քույր եղբայրներ։ Ինչից մենք այսօր պետք է մխիթարվենք, ինչից մենք պիտի այսօր կերակրվենք, ինչով մենք պիտի այսօր պատասխանը ստանանք մեր բոլոր հարցերին եւ նորոգվենք։ Եվ եղբայրը շատ կարևոր բան ասեց, որ մեր կյանքը փոխվում է Քրիստոսով, հավատացյալի կյանքը պիտի փոխվի եւ ուրիշ որակ ստանա, որովհետև Տերը դրա համար խաչվեց, Հիսուսը դրա համար խաչվեց։ Մի տեղ կարդամ, քույր եղբայրներ, գրված է, ձեր սրտերը թող չխռովին։ Սա Քրիստոսի խոսքերն է 14-րդ գլուխ Հովհաննեսի։ Աստծուն հավատացեք եւ ինձ հավատացեք։ Իմ հոր տանը շատ բնակարաններ կան, ապա թե ոչ ես ձեզ կասեի գնում եմ ձեզ համար տեղ պատրաստելու։ Եվ եթե գնամ եւ ձեզ համար տեղ պատրաստեմ, դարձյալ կգամ եւ ձեզ ինձ մոտ կառնեմ, որ ուր ես եմ, դուք էլ լինեք։ Եվ որ տեղ, որ ես գնում եմ, գիտեք եւ ճանապարհը գիտեք։ Եվ ինչպես միշտ եկեղեցում կան մարդիկ, եւ Թովմասը չդիմացավ եւ հարցրեց։ Թովմասը նրան ասեց. «Տեր, մենք չգիտենք թե որտեղ ես գնում։ Եվ ինչպես կարող ենք ճանապարհը գիտնանք»։ Եվ Հիսուս այստեղ ասեց. «Ես եմ ճանապարհը եւ ճշմարտությունը եւ կյանքը»։ Բոլոր մարդիկ այս աշխարհի վրա այդ բանը փնտրում են իրենց կյանքի մեջ, որ ճանապարհով քայլեն, որն է ճշմարտությունը եւ որն է կյանքը, հավիտենական կյանքը։ Եվ Հիսուսը դրա մասին խոսեց եւ ինքը չուզեց, որ մենք միջև անգամ երկնքում ինչ է կատարվում, դրա մասին էլ իմանանք, գիտեք։ Տերը ուզեց, որ մենք գիտնանք, թե ինչ է կատարում, ասեց իմ հոր տանը շատ բնակարաններ կան։ Թող Տերը օրհնի, որ մենք այսօր գիտակցենք, քույր եղբայրներ, ինչ է Տերը մեզ պատրաստել, բայց այս աշխարհի վրա ոնց պիտի հավատացյալը ապրի, եւ ինքը ասեց ես եմ միակ ճանապարհը, ճշմարտությունը, կյանքը, ոչ ով չի գալիս հոր մոտ, եթե ոչ ինձանով, եթե ինձ գիտենայիք, իմ հորն էլ կգիտենայիք։ Եվ շարունակ ասեց Տերը. Եվ սրանից հետո կգիտենաք նրան, եւ տեսաք նրան, եւ փառք Տիրոջը, ամեն մեկիս կյանքում դա տեղի է ունենում։ Մենք գիտենք իրան, մեր չափով, ինչքան որ ուզում ենք, կամ ինչքան որ Տերը բացվում է, թե ոչ։ Ճանաչում ենք այսօր Տիրոջը, քույր եղբայրներ, այսօր մոտենում ենք Տիրոջը, անկեղծանում ենք եւ մեր սիրտը այսօր նվիրում ենք Տիրոջը, բա դա գիտնալ է Տիրոջը։ Երբ որ պատվիրանը կատարում ես, դա գիտնալ է Տիրոջը։ Երբ որ դու հալածանք կարող ես տանել, դա գիտնալ է Տիրոջը։ Երբ որ մենք կարող ենք Տիրոջ լույսը մեզանով այսօր ցույց տալ, դա գիտնալ է Տիրոջը։ Եվ Տերը տալիս է այդ հնարավորությունը, այդ կարողությունը, այդ ուժը այսօր հավատացյալին, որ այսօր աշխարհը ճանաչի Հիսուսին մեր միջոցով, եկեղեցու միջոցով, եւ եկեղեցին շատ թանկ է Հիսուսի աչքերին, թե ոչ, քույր եղբայրներ, թե կարող է ես չափազանցնում եմ, ոչ, մենք շատ թանկ ենք Հիսուսի աչքերին, մենք շատ, գիտեք, գնահատված ենք Հիսուսի համար, որովհետև ինքը խաչվեց մեզ համար։ Եվ Զաքարիայում միտեղ կա, Զաքարիան մարգարեացավ, երբ որ Իսրայել ժողովուրդը մի քիչ, գիտեք, հոգևոր սենց շինություն էր կատարվել եւ Տիրոջ երեսն էին փնտրել, Տերն էլ իրանց բացվեց։ Եվ ըստեղ սենց մարգարեական խոսք կա 12-րդ գլխի մեջ. «Եվ պիտի թափեմ Դավթի տան վրա եւ Երուսաղեմում բնակվողի վրա շնորհքի, աղոթքի հոգի»։ Եվ Տերը այսօր թափում է հավատացյալի վրա։ Մենք որ գիտնանք Տիրոջը, գիտենք արդեն Տիրոջը, Տերը այդ մի բանը բերելու է իր խոսքի միջոցով, մեր կյանքը փոխում է եւ աղոթքի հոգի է լցնում եւ շնորհք է գալիս։ Շնորհքը որ գալիս է, մեզ էլ ուրիշ բան պետք չի։ Նյութականը երբեք շնորհքի տեղը չի լցնի։ Ունեցվածքը, առողջությունը եւ այլ
բաները շնորհքի տեղը մեզի չի լցնի, եւ Տերը գիտի ինչի մեջ մենք այսօր գիտեք կարիք ունենք, եւ Տերը թափեց ասում այդ հոգին, շնորհքի հոգին եւ աղոթքի հոգին, եւ նրանք պիտի մտիկ տան ինձ, որին խոցեցին, եւ սուկ պիտի անեն նրա վրա միամորի սուքի պես, որին խոցեցին։ Շատ տարիներ առաջ միջև Քրիստոսի գալես աշխարհի վրա եւ խաչելությունը, այն ժամանակ արդեն Աստծո խոսքը ուղղում էր դեպի Գողգոթա, հայացքը մարդի դեպի Հիսուս Քրիստոսը, խոցվածին, եւ ասում են նրանք պիտի մտիկ տան ինձ, որին խոցեցին։ Ով խոցեց։ Մենք խոցեցինք, մարդիկ խոցեցին։ Եվ իսկապես քույր եղբայրներ, Տիրոջ հրաշալի գործն է, եւ ստեղ գրված է, որ ինչի համար կլացեն, գրված է սուկ դաժե կանեն, ինչպես Ադատ Ռեմոնի սուկը, Մակեդովի դաշտումը, եւ երկիրը պիտի սուկ անե ամեն մի ազգատոհմ առանձին, Դավթի տան ազգատոհմը առանձին եւ նրանց կանայք առանձին, ամբողջ տունը, ամուսինը, երեխաները եւ կինը պիտի առանձին, Նաթանի տան ազգատոհմը առանձին եւ նրա կանայք առանձին, Ղևի տան ազգատոհմը առանձին եւ նրանց կանայք առանձին, Սեմեի ազգատոհմը առանձին եւ նրանց կանայք առանձին։ Ինչի համար ապաշխարությունը որ գալիս է, տենց բռնկվում է քույր եղբայրներ ջան, տենց բռնկվում է եւ կրակի պես տարածվում է Տիրոջ ժողովրդի միջոցով եւ այդ շնորհքը, այդ գիտացածը, որ Տերը այսօր բացում է իր ժողովրդի միջոցով, սկսում է ապաշխարություն։ Սա ապաշխարության լաց է, ուրախության լաց է, սա փրկության լաց է, որ գալիս է, որովհետև ստե գրված է այն օրը մի աղբյուր է լինելու բացված Դավթի տան համար եւ Երուսաղեմի բնակիչների համար, մեղքի համար եւ պղծության համար, եւ լացելու են մարդիկ իրանց մեղքերի համար։ Երբ որ ապաշխարությունը գալիս է, մարդը ուշադիր է լինում Աստծո խոսքին, իր կյանքի ապրած օրերին, եւ փոփոխություն պիտի գա եւ վերստին ծնունդ պիտի առնի, որտեղից։ Աղոթքի հոգի է դրա համար, Տերը թափում է մեր վրա, քույր եղբայրներ, շնորհքի հոգին է այսօր տվել մեզի, այդ հոգին մեր ներսն է, մեզի հաստատում է, երբ որ մենք սկսում ենք տատանվելը, մեր կողերը նայելը, Տերը մեզի ուղղություն է տալիս եւ ասում է ճանաչիր ինձի, գիտացիր ինձի եւ ասեց դուք գիտեք արդեն ինձի։ Տեսեք ինչ միտեղ կարդամ, երբ որ Սամվելը քահանա էր, քույր եղբայրներ, բայց երեխա էր, հələ շատ բաներ չգիտեր, հլինքը չգիտեր, որ ինքը մարգարե է լինելու, եւ Տերը պիտի հայտնվեր այդ անձնավորության կյանքի մեջ, եւ մի քանի անգամ Տերը կանչեց, հիշում եք, եւ հեղիի մոտ էր գալիս, ասում էր դու ինձ կանչեցիր, եւ հեղին բան սովորացրեց, բայց ստեղ Աստծո խոսքը սենց ասում, եւ Սամվելը Տիրոջը դեռ չէր ճանաչում, եւ Տիրոջ խոսքը դեռ նրան հայտնված չէր։ Եթե մարդին բացված չէ Աստծո խոսքը, գիտեք, ինքը չէր ճանաչում Տիրոջը, ինքը չգիտեր Տիրոջը, եւ Հիսուս ասեց դուք գիտեք ինձ, դուք տեսնում եք ինձ, դուք լավ գիտեք ինձի։ Եվ էտա քույր եղբայրներ, եթե մարդը խոսքի մեջ այսօր կաղում է, խոսքը չի սիրում, ոնց գիտնա Տիրոջը, ոնց մոտենա, ոնց զորանա, ոնց իր մեջով այսօր պիտի տարածվի Աստծո լույսը, շատ դժվարությամբ, որովհետև Տերը այսօր այդ հնարավորությունը տալիս է, որ գիտենանք իրան, եւ մեր միջոցով այդ գիտացածը այսօր պիտի փոխանցվի ուրիշներին, պիտի տարածվի այսօր ավետարանի խոսքը, եւ մենք պիտի այսօր փոխանցենք այն, քույր եղբայրներ ջան, շատերս պիտի փոխանցենք այն, ինչ որ մենք ինքներս ենք տեսել, ինչ որ մենք ենք կերել, ճաշակել ենք, ինչ որ ասում եմ մենք շոշափել ենք, ինչ որ մենք զգացել ենք, ինչ որ մենք գիտենք, մենք դա ենք փոխանցում։ Առաքյալները դրա մասին ասեցին։ Սաղմոսը այսպես է ասում 34-ը. Ճաշակեցեք եւ տեսեք, որ Տերը քաղցր է, երանելի է այն մարդը, որ հուսացած է նրան։ Եվ այստեղ մենք հասկանում ենք, որ իրապ կյանքի փորձը մեզ է փոխանցում, քույր եղբայրներ։ Դավիթ ասում է ճաշակեցեք եւ տեսեք, որ Տերը քաղցր է, երանելի է այն մարդը, որ հուսացած է նրան, բայց շատ անգամ հավատացյալը նայում է անհավատին եւ ասում է, «Էս ինչ ուրախ մարդ է, էս ինչ երանելի մարդ է, ամեն ինչը լավ է իր ընտանիքում» եւ այլ եւ այլ։
եւ Ասաֆի գիտենք Սաղմոս ասում է միչեւ որ ես չմտա Աստծո տունը ես չհասկացա որ ամբարիշտի տեղը մի անգամից կորավ չկա ինքը վախեցեք Տերիցը ով նրա սուրբ է որովհետեւ նրանից վախեցողների համար պակասություն չկա գիտեք աղքատություն չկա եթե դու Տիրոջից վախենում ես ոչ մի բանից Այսօր մենք չենք կարող պակաս լինել, եթե մենք ունենք այդ աստվածային վախը մեր սրտի մեջ։ Արյուծի կորյունների կարոտում են եւ սոված են, բայց Տիրոջ խնդրողները ոչ մի բարիքի պակասություն չունեն։ Խոստմունք է, թե ոչ, քույր եղբայրներ։ Դրանով մենք հասկանում ենք, գիտենք Հիսուսին, թե ոչ։ Իսկապես դրանով է, երբ որ ես խոստմունք ամուր բռնում եմ, ասում եմ Տեր ջան, այստեղ գրված է, սենց, եւ ես ամուր բռնած եմ Գիտեք, Տերը մեզի օշնում է, ես հիշում եմ Վիկտոր Իվանովիչ Բելիխը, ես ջահել էի, ինքս էս բան ասեց, միջև հիմա սենց մտքիս մեջ մտածա, ինքը սիրում է, երբ որ դու ասում ես, քո խոսքի մեջ սենց գրված է, Տեր ջան, ես ես սենց հավատում եմ, որ դու կանես իմ կյանքի մեջ, եւ ասում է Տերը հալելույա, եկեք որդիկ, լսեցեք ինձ, եւ Տիրոջ երկյուղը սովորեցնեմ ձեզ, ասում է Դավիթը, ով մարդ, որ կյանք ես ուզում եւ լավ օրեր ես սիրում, բարություն տեսնելու համար, պահիր քո լեզուն չարությունից եւ քո շրթունքները, որ նենգություն չխոսեն։ Փառք Տիրոջը, այսօր Աստծո խոսքն է, որ մեզ պիտի փոխի, մեր կյանքը պիտի փոխի, քույր եղբայրներ, որ այսօր լույսն է երևում Տիրոջ եկեղեցու միջոցով, դա միակ Աստծո խոսքն է, մեր միջոցով արտահայտված։ Մեր Այսօր շուրթերով, մեր կյանքի վարմունքով, մեր ապրած օրերով պիտի արտահայտվի Աստծո խոսքը այս կյանքի համար։ Այդ դրանով մենք գիտենք Հիսուսին։ Եվ Հիսուս ասեց, որ դուք գիտեք ինձ, եւ դուք անպայման դուք փոխանցելու եք այդ գիտեք այդ վկայությունը, եւ Տերը օրհնի, որ մենք այսօր հասկանանք, ինչ է իմ այսօր սրտին պակաս, ինչ է իմ կյանքի մեջ այսօր պակաս, քույր եղբայրներ, երբ որ մենք անկեղծանում ենք, երբ որ մարդը գալիս է խոստովանության եւ անկեղծանում է կամ սենց դահլիճում ասում է ինչ կլինի ինձ համար աղոտ կարեք, իմ կյանքի մեջ փոփոխություն չկա հավիտենական կյանքի նկատմամբ, Տիրոջ նկատմամբ, ես ուրախանում եմ, որ մարդը չի կեղծավորում, որ մարդը չի ծածկում, այլ մարդը դիմում է Տիրոջը եկեղեցում եւ այդ զորավոր աղոթքները կարեւոր են։ Ով իր սիրտը չի տվելի ովին Տիրոջը, ոնց կարող է ճաշակել։ Բայց Տերը ասեց՝ մի խռովեցեք, հավատացեք ինձ, ասեց, հավատացեք ինձ, ես ձեզ համար արդեն պատրաստել եմ, չեմ ասում, որ գնում եմ հիմա պատրաստել, արդեն պատրաստած ունի Տերը բոլոր որոշումները, դժվարությունը մեր կյանքի, Տերը արդեն որոշել է, մեզ ինչ ամնում, հավատքով նվիրվենք Տիրոջը, դա չի նշանակում, որ ամեն առատություն, ամեն հարցեր լուծվեց, բայց մեր սրտի խորքում շատ բաներ փոխվեցին, եւ Տերը փառավորվեց մեր կյանքում, եւ Տերը պիտի փառավորվի հավատացյալի կյանքում, քույր եղբայրների կյանքում, եկեղեցու կյանքում։ Վերջացնում եմ այս տեղերով, քույր եղբայրներ, ուշադիր լինենք։ Ինքը ուշադիր էր Դավիթը իր սրտին, եւ եկավ մարգարեն եւ ասեց այսպեսի մի բան, պատմություն, ասեց ով որ արել է թող մահանա, եւ ասեց դու ես արել, հիշում եք, եւ ինքը մի անգամից ընկավ Տիրոջ առջև, որովհետեւ չէր սպասում երկրորդ անգամ, որ Տերը հիշեցնի, երկրորդ անգամ պետք չի, երբ որ առաջի անգամ Տերը խոսում է իր խոսքով, դիպուկ եւ կոնկրետ, եւ մենք այսօր լսում ենք մեր ականջներով, հավատքով ընդունում ենք այդ խոսքը մեր սրտերի մեջ, մի անգամից գործողություն է կատարվում, ասում է Իսրայելում շատերը մահացան, հիշում եք, լսած խոսքը չկարացին իրան սրտի մեջ, ռուսերենում գրված է Ռաստվարիոննայի վերոյով, որ լուծված հավատքով ընդունեն, եւ դա վնասվեց, բայց Դավիթը սպես ասում, տեսեք ինչ փափագով, ծարավով եկավ Տիրոջ առջև եւ ասեց. «Սուրբ սիրտ ստեղծիր ինձանում, Տեր, հավատացյալին սա է պետք, ինձ ու քեզ այսօր սա է պետք, զորավոր հավատացյալին սա է պետք, Սուրբ Հոգով լցված հավատացյալին, քույր եղբայրներ, սա ուժի է տանում, սա հաղթության ճանապարհն է տանում, սա պարտության ճանապարհ չի։ Սուրբ սիրտ ստեղծիր ինձանում, ով Աստված, եւ ուղիղ հոգի նորոգիր իմ ներսում։ Այսօր դրա փափագը ես ունեմ, ամեն մեկս էլ ունենք, եւ դրանով ենք մենք այսօր մոտենալու Տիրոջը, եւ Սուրբ Հոգին գործում է, ոնց, որտեղից, սրտի մեջից։
սրտի մեջից փոխելով, բերելով Տիրոջ սերը մեր կյանքում։ Եթե չկա Տիրոջ սերը, մեր կյանքը չի փոխվելու, չի արտահայտվելու Հիսուսը, չի երևալու Հիսուսը։ Ես ինչ պիտի անեմ, որ այսօր Տերը արտահայտվի, Սուրբ Սիրտ պիտի ստեղծի Տերը իմ մեղավոր սրտի տեղը եւ նոր հոգի պիտի ստեղծի եւ ստեղ գրված է դեն մի գցիր ինձ քո երեսից եւ քո Սուրբ հոգին մի վեր առնիր ինձանից։ Այն ժամանակ հələ Գործ առաքելոց ինքը չէր կարդացել Դավիթը, բայց պարզ ասում է քո Սուրբ հոգին է իմ ներսը եւ մի վերցրու իմ ներսից։ Որտեղից է քո եղբայրներ այդ գիտությունը։ Տերն է տվել այդ գիտությունը, բա քեզ չի տվել այդ գիտությունը, ինձի չի տվել, լավ էլ տվել է, որ մենք այսօր փրկվենք, Աստծո զավակ կոչվենք, որ այդ անունը բարձր պահենք մեր կյանքի մեջ, որ եկեղեցին այս քաղաքի մեջ երևնա ինչպես քաղաք սարի վրա, ոնց որ Մասի սարի վրա մի հատ քաղաք լիներ, Կերևար, միշտ Կերևար, հավատացյալ այդպես էլ երևում է քո եղբայրներ, եւ փառք Տիրոջը, որ Տերը այսօր եկեղեցի աստեղ ստեղծել եւ դժողքի դռները քանդվելու են այս եկեղեցի միջոցով, մեր եկեղեցի, ձեր եկեղեցի միջոցով, փառք Տիրոջը, համաձայն եք քո եղբայրներ, ասենք Սուրբ Սիրտ ստեղծիր եւ նոր հոգի նորոգիր իմ սրտի մեջ, դա կարևոր հարց է, այսօր մեր սրտերը, մեր հոգիները եւ մեր կյանքի այսօր փոփոխությունը բոլորը ասում են, որ ես Տիրոջը գիտեմ կամ չգիտեմ, փառք Տիրոջը, ինչ անենք, աղոթենք, եղբայրներ քույրեր ջան, աղոթքի մեջ եւս խնդրել, որ ապաշխարություն լինի ձեր